Սայաթ Նովա, սիրո աշխարհ, որի շուրջ հյուսված պատմությունները նույնքան առեղծվածային են, որքան նրա ստեղծագործությունները։ Առաջիններից Հովհաննես Թումանյանն էր, ով որոշեց լրջորեն ուսումնասիրել հայ մեծանուն աշուղի կենսագրությունն ու ստեղծագործությունները։ Սայաթ Նովայի Արութին Սայադյանի կենսագրական անճշտությունները սկսվում են նրա ծննդյան տարեթվից։ Սայաթ Նովայագետների մի մասը պնդում է, որ աշուղը ծնվել է 1712-ին, մի մասը 1713-ին, որոշ աղբյուրներում էլ 1722-ն է նշվում։ Սիրո աշուղի սիրային արկածները խորհրդային տարիներին բուռն քննարկման թեմա դարձան։ Սայաթ Նովայի ու վրաց Հերակլ II արքայի քրոջ Աննայի սիրո պատմությունը բոլորին է հայտնի, սակայն բանաստեղծի կենսագիրները ոչ հաստատում, ոչ հերքում են սիրավեպի փաստը, փոխարենը դա անում են աշուղի ստեղծագործությունները։ Հենց այս սերն էլ ճակատագրական եղավ սիրո աշուղի համար, ասում են Հերակլ II-ը իմանալով քրոջ ու աղքատ երաժշտի կապի մասին, Սայաթ Նովային վտարեց պալատից։ Ասում են, արքային զայրացնում էին նաև Սայաթ Նովայի ծաղրական երգերը։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ, բոլոր պատշելի քարակներդ ներում, բայց այնպես չանես, որ ինձ համբերությունից անես։ Ով կգտնե աղջիկ հաշի։ Նաև Աննա Բատոնաշվիլու հետ ունեցած սիրավեպի պատճառով Սայաթ Նովային բռնի հոգևորական են դարձրել։ Աշուղը փոքրուց երգել է եկեղեցական երգչախմբերում, այնուհետև սպասավորել է եկեղեցում, ձեռնադրվել եւ օծվել Տեր Ստեփանոս Քահանա անունով։ Մեծ աշուղի մահվան հետ կապված փաստերը նույնքան հակասական են, ասում են Սայաթ Նովան զոհվեց Թբիլիսիում աղա Մահմադ խանի արշավանքի ժամանակ 1795-ին։ Աշուղի կենսագիրները տարակուսանքով են վերաբերում այս փաստին, չէ՞ որ այդ ժամանակ նա 80-82 տարեկան էր։